1.5 ամսվա դադարից հետո Գյումրիի ավականին հաջողում է վերջապես նիստ գումարել։ Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի քաղաքական ուժերի ապահովված քվորումով նիստը բացվում է։ Ուշացումով դահլիճ մտած ԿՊԱ-ականները նախորդ նիստը բոյկոտել էին։ Այսօր ավականու ԿՊԱ-ական այս անդամը, որ վերջին անգամ սեպտեմբերին է ավականու նիստի մասնակցել, դժվարանում է նույնիսկ տեղը գտնել։ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թիմերը ավականու նիստին մասնակցում են նորացված կազմերով։ Արտակ Հովսեփյանը Նարեկ Միրզոյանին է փոխարինել։ Կոմկուսից Սիրանուշ Մելիքյանը, Սամսոն Էլբակյանը ավականու կալանավորված անդամներին են փոխարինել։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից, Գևորգ Ղուկասյանի, Սեդրակ Սահակյանի, Տիգրան Ավագյանի կալանավորումներից հետո ավականու նիստ չէր գումարվել։ Եթե մինչև հունվարի 16-ը ավականին չհասցներ նիստ գումարել, քաղաքում նորից կառավարման ճգնաժամ կսկսվեր։ 25 հարց է եղել այսօրվա նիստի օրակարգում։ Ամենաթեժը ամանորի զարդարանքներին հատկացվող գումարի քննարկումն է եղել։ 4 միլիոն դրամի պետք է ձեռք բերեն ամանորյա պարկեր, 3 միլիոնը տրամադրվելու է կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման, տոնական միջոցառման բեմական սարքավորումների վարձակալության։ ԿՊԱ-ականներն առաջարկում են քննարկել, արժե այդքան գումար ծախսել, թե ոչ։ Քաղաքացիների կարծիքը այդ տոնի միջոցառումները կազմակերպել ու քանի դեռ ժամանակ կա առաջարկում են Ժամանակ այդքան էլ չկա, հակադարձում է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո քաղաքը ղեկավարող Ավետիս Առաքելյանը։ Եթե ԿՊԱ-ականները չբոյկոտեին նոյեմբերի 11-ի նիստը, ժամանակ գուցե լիներ։ Նա պետք է նախագծին բոլոր մեծ թափով ընթացնանք, որ կարողանանք հասցնել։ Գյումրիի ավականին նաև առաջարկում է 2 միլիոն դրամ հատկացնել քաղաքի հին տոնածառի վերանորոգման համար։ Հենց այդ տոնածառն է տեղադրվում Վարդանանց հրապարակում նախորդ տարվա նոր տոնածառի փոխարեն։ Իրանական իշխանությունը անցած տարի Գյումրիի տոնածառ տվեց, ինչով է պայմանավորված, որ այդ տոնածառը չի տեղադրվում այսօր հրապարակում, արդյոք դա պայմանավորված է քննախնդրությամբ։ Քննախնդրություն չկա, ասում է Առաքելյանը։ Պարզապես ավելի շքեղ, ավելի լավը լինելու ընտիր կար։ Հետո մի պահ իրար լավ չեն հասկանում Առաքելյանն ու ԿՊԱ-ականները։ Եթե չեն սխալվում, այդ տոնածառը, որը նախորդ իշխանությունը տեղադրել է, դա էլ դարձել։ Չէ, քաղաքային չմնի վրազ է 26-ը 2026-ի հետ շատ հույսեր ունեն Ղուկասյանի թիմում։ Առաքելյանը բոլորին է հրավիրում հին տոնածառը զարդարելու։ Ալբերտ Սերոբյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։